վարչապետի աթոռը զբաղեցնող անձի կողմից հերթական սադրանքը կատարվեց Հայ առաքելական եկեղեցու դեմ եւ ականատես եղանք դրան հաջորդող ապօրինություններին Հայաստանի Հանրապետությունում, ինչպես միշտ շեշտում եմ, օր-օրի ավելանում են քաղբանտարկյալները։ Բնականաբար այստեղ է մի աջակցություն տղաների, մեր Դավիթի, անձամբ չեմ ճանաչում, բայց ապօրինի քայլ է իր հանդեպ եւ այստեղ եմ, որ աջակցեն։ Դուք ինչ ակնկալիքներ ունեք դատարանից։ Ճիշտը որ ասեմ, դատարանից այլևս այս պետության դատաիրավական համակարգից որևէ ակնկալիք չունեմ, որովհետեւ բնականաբար իրանք ծառայում են մեկ մարդու, կատարելով բազմաթիվ ապօրինի քայլեր, ինչպես մեր սրբազան հայրերի հանդեպ, ինչպես եկեղեցու հանդեպ, շատ հայրենասեր քաղաքացիների նկատմամբ, այսօր էլ այս տղայի հանդեպ է կատարվում այդ ապօրինությունը։ Ինչ է կարծում, արդյոք հաշվի կառնվի գոնե այս հասկը, որ նա դպրոցը հաճախում երբ մի շանս ստանալու իրավունք։ Հույս ունեմ ավելի շատ։ Եթե մնա իմ հույսին, հույս ունեմ, բայց չեմ կարծում, որ նման որոշում կկայացվի։ Բնականաբար ապօրինի քայլ կկատարվի։ Նա որպես երիտասարդ, որպեսզի նման բանի այլևս չբրկվեն, ինչ է պետք անել, դուք ինչ առաջարկում եք, ինչ ճանապարհ եք տեսնում։ Հիմա այս պահին միակ ճանապարհը ընտրություններն են, ընտրությունների միջոցով փորձենք ազատվել այս չարիքից։ Ես վստահ եմ, որ լինելու է, այդտեղ շատ կարևոր է մեր քաղաքացիների մասնակցությունը։ Պետք է հատկապես երիտասարդությունը համախմբվի օր առաջ ազատվելու այս չարիքի իշխանությունից։ Հակառակ պարագայում շատ ավելին է լինելու, քան թե ինչ այսօր։ Օրինակ ձեր վրա որևէ կերպ ազդում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ օրինակ եթե ՔՊՆ սահմանադրական մեծամասնություն չկազմի, ապա պատերազմ կլինի, կամ երբ որ ասում է, որ մենք 50+ հաղթելու ենք։ 50+1-ը հաստատ չեն հավաքելու իրանք բնականաբար, ավելի արդար ընտրությունների դեպքում իրանք շանս չունեն ընտրվելու։ Մեր հանրությունը օր-օրի ապացուցում է իրենց այդ քարոզարշավները, այսպես ասած, ցույց են տալի, որ մեր հանրությունը ամենտեղ իրենց մերժում է, ամենտեղ։ Իսկ ինչ վերաբերում է պատերազմին, այստեղ արդեն իրանք իրենց խաղաղության թեզին հակասում են։ Իրենք են ամեն օր խոսում խաղաղության մասին, որ 2025 թվականի օգոստոս ամսին խաղաղություն են հաստատել եւ սահմանին որևէ շարժ չի եղել եւ հիմա արդեն խոսում են պատերազմի մասին։ 21 թվականին այս թեզը օգտագործելով, որ եթե կան նախկին իշխանությունները կամ ընդդիմությունը սահմանադրական մեծամասնություն ձևավորի լինելու է պատերազմ, կորզելով, գողանալով ժողովրդի քվեն, այսօր եւս մեկ անգամ այդ թեզը առաջ են բերում, որ նախկինները վատն են, նախկինները Արցախ են հանձնել, այդ նախկիններն ապացուցել են, որ իրենք հայ են, իրենք Արցախ են պահել 30 տարի, կանգուն են մնացել եւ նրանց օրոք Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք Ադրբեջանի Հանրապետությունը անգամ իր մտքի ծայրով չէր կարող անցկացնել, որ կարող է մտնել։